չի եղում, որ ինչ-որ հացադուլ հայտարարած և խուր ցակած վիճակում եք, ինչի գտնեք մոխրի լծրած չի ձեր բանի խմբակցան և ինչի խուրս չեք հակել։ Կամ ինչի չեք ինքնահրկիզվում ընդհանրապես, ես չեմ հասկանում։ Եվ ընդհանրապես ես չեմ տենում պատճառ, որ Հայաստանի Հանրապետության կառավարող մեծամասնությունը սեփական քաղաքացիների հետ շփվելուց հրաժարվի։ Ես դրա պատճառը չեմ տեսնում։ Ընդհակառակը, քանի որ Հայաստանի Հանրապետությունը ինստիտուցիոնալ երկիր է եւ ինստիտուտներ են գործում, եւ ինչ άλλο այդ ինստիտուտների գործունեության հետ կապված հաղորդագրություններ են եղել։ Արձագանք։ Պարոն Փաշինյան։ Ինչալով պերաշկ ուտեղը կարան տասենք, եթե հանկարծ սովեք դուք են ուտեղ դերում։ Բոլորն էլ պերաշկել են ուտում, հացել են ուտում, ջուրել են խմում, բայց երբ որ ձեր արտաքին հետախուզական ծառայությունը նորից եմ ասում, կանխատեսումը, որ Իրանում անկայունությունների աճնել ավելի կընդլայնի Հայաստանի անվտանգային ռիսկերը, եւ դուք դա ասում եք, դե զեկույցները, հազարը զեկույց ա լինում, գալիս ա գնում ա, ու այդ պայմաններում պատերազմի առաջին օրը պերաշկի եք ուտում, հարցը հետևյալն է, թե դուք ինչ ազդակ եք ուզում տալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, երբ որ դուք անհոգ պերաշկի եք ուտում, այդ պերաշկին շատ սիմվոլիկ է իդեպ, դա ոչ թե անվտանգության ցուցիչն է, այլ ձեր որպես իշխանության հանրային ընկալումներում նաև տեսեք, թե քանի ռիլեր ու վիդեոներ կան այդ տեսարանի հետ կապված, ոչ թե անվտանգության ցուցիչ է այդ պերաշկին, այլ ձեր ոչ adekvatության ցուցիչը, իսկ ավելի անկեղծ, ձեզ բացառապես մի բան է հետաքրքրում, պարոն Փաշինյան, ձեր աթոռի պաշտպանությունը ու դրա համար դուք ամեն ինչ կանեք, ամեն ինչ։ Գիտեք, ես ես համար վատ լուր ունեմ, որ երբ որ մենք պերաշկի էինք ուտում և այդ տեսանյութը տարածվեց համացանցով այդ թվում միջազգային, Մերձավոր Արևելքի մի շարք հարգելի գործընկերներ որոշեցին գնալ և հրապարակային ռեստորաններում ճաշել, ցույց տալու համար, որ իրենց քաղաքացիները անհանգստանալու բան չունեն և իրավիճակը կոնտրոլի տակ է։ Եթե չեք նկատել դա, ավելի վատ, որ չեք նկատել, ինչ վերաբերում է զեկույցներին, մենք զեկույցներ ստանում ենք ամենօրյա ռեժիմով և էլի եմ ասում, ընդհանրապես պաշտոնյաները կարող են ենթադրենք դուք այդքան բանի կենտրոնացած եք կարգանդակ ուտելու վրա, ձեր կարծիքով, ասում եմ, Մերձավոր Արևելյան շատ հարգելի երկրի, շատ հարգարժան ղեկավարությունը ամբողջ կազմով մեր պերաշկի ռիլից հետո որոշեց գնալ ռեստորան և նկարահանել դա և համացանցում տարածել, ինչի համար, մեր երկրում ինստիտուտներ գործում են, գիտեք ինչ պաշտոնյաներ այդ թվում քնում են պաշտոնյաները, թե չէ, բա որ քնում են, ով է երկրի անվտանգությունը ապահովում։ Ընդհանրապես ասում եմ, մենք ինստիտուցիոնալ երկիր ենք և այո, արտաքին հետախուզության ծառայությունը իր գործն է անում, մնացածը իր գործն են անում և մեր պետական ինստիտուտները փառք Աստծո աշխատում են և դա շատ կարևոր ձեռքբերում է, շատ կարևոր ձեռքբերում։